Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ապրիլի 2 կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Առաքելյան, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման եւ տպավորությունը, որ իշխանությունները ոչինչ չեն անում այդ որոշումը փոխելու, նրան հետ բերելու, ոչ միայն նրան։ Եվ կարծիքներ կան, որ իշխանությունը չի ցանկանում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա Հայաստան, քանի որ վախեր ունի։ Կիսում եք այս տեսակետը։ Դա ոչ թե տպավորություն է, արդեն իրականություն է, որ Հայաստանի իշխանությունները գերիների վերադարձի մասով որևէ էական աշխատանք չեն տանում, առավել եւս այս կեղծ դատավարության դատավճիռների վերաբերյալ Հայաստանի լրությունը բավականին մտահոգիչ է, որովհետեւ պետք է միջազգային հանրությունը հստակ իմանա, որ այդ ամեն ինչը կեղծ դատավարություն էր եւ որևէ աղերս իրականության հետ չուներ, եւ սա ինչի է կարեւոր, որ ամրապնդվի այդ մարդկանց գերության կարգավիճակը, հակառակ պարագայում հիմա Ադրբեջանը ներկայացնում է, որ իրենք ոչ թե գերի են, այլ դատապարտվել են, հանցագործներ են եւ հանցագործների վերաբերյալ վերաբերմունքը հետեւյալն է, բանտարկված են եւ ոչ թե պետք է վերադարձվեն։ Սա մարտավարական առումով իշխանությունների սխալն է, կարծում եմ գիտակցված, ինչը բերում է նրան, որ գեյների վերադարձը դառնում է բավականին բարդ, քանի որ միջազգային հանրությունը չի տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից նրանց գեյ լինելու եւ նաեւ իրավական հիմնավորումների փաստարկները։ Ինչ վերաբերում է վախերին, ակնհայտ է, որ եւ Ռուբեն Վարդանյանից եւ մնացած գերիների նկատմամբ որոշակի մտահոգություն ունի, առավել եւս չմոռանանք, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, հələ պետք է հասկանանք Ռուբեն Վարդանյանին ով է ուղարկել, այսինքն դեռ մի բան էլ ցուցմունք է տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ, ինչը խոսում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին։ Ազգային ժողովը Եվրամիությանն անդամակցելու օրենք ընդունեց, նախագիծը ընդունվեց, բայց միևնույն ժամանակ Կայա Կալասը հայտարարեց, որ Հայաստանը չի դիմել Եվրամիությանը անդամակցելու համար։ Վերջերս էլ Փաշինյանը Լեհաստանում ելույթի ժամանակ ասաց, որ Հայաստանը չունի ռուսական ռազմաբազան Հայաստանից տարածքից դուրս բերելու օրակարգ։ Ձեր գնահատմամբ ինչի մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի խոսքերի քայլերի այս հակասությունը։ Նիկոլ Փաշինյանը վարում է սիտուացիվ քաղաքականություն, այսօր սա է պետք, սա է անում, վաղը նա է պետք, նա է անում, նպատակում ունենալով ամեն օր երկարաձգել իր իշխանությունը, հետաբար այդ պահին այդ Եվրամիության անդամակցության անհասկանալի օրենքի ընդունումը, այդ իրավիճակում կարելի ասել ինչ որ Եվրոպային ուղված, նաև ներքին լսարանին ուղված որոշակի PR գործողություններ, իսկ իրականության մեջ այո, Հայաստանը Եվրամիության անդամակցության որևէ գործընթաց չի սկսում, այլ ընդամենը զբաղվում է աշխարհակաղակական այս բարդ իրավիճակում ինչ որ քաղաքական խոսույթով, առավել եւս տեսնում ենք, որ ինչքան էլ ասում են հակառուսական քաղաքականություն է վարում, այս իշխանությունից ավելի ռուսական իշխանություն դժվար է գտնել, այսինքն խորացնում են հարաբերությունները, ընդ որում հարցը դա չէ, դա լավ է թե վատ է, այլ հարցը նա է, որ փաստացի ռուսական հարաբերությունների խորացման իրականացնող իշխանությունը անընդհատ ինչ որ հակառուսական, ընդ որում նաև սա էլ է արձանագրվում, որ վախում են նաև չէ անդադ ինչ որ այլ երկրներ, երրորդ երկրից, օտար երկրներից էլ վախենում են որևէ տեղ տան Ռուսաստանի անունը, որ իբր թե Ռուսաստանը ամենձև Հայաստանի իշխանությունների հետ վատ է։ Հետաբար այս քաղաքականությունը ինչ որ հետ գնանք, հիշում եք մի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այդ փրկիչը Ֆրանսիաների դեմս նախագահ Մակրոնի հետո այդ Շարլ Միշելներ տխրահրճակ, հիմա Միացյալ Նահանգներն է, բայց երբ պետք է լինում նաև Ռուսաստանն է, այսինքն այս պարագայում էլ եմ ասում Նիկոլ Փաշինյանի արտաքին կամ ներքին քաղաքական օրակարգերի հիմքում դրված է սեփական իշխանությունը պահպանելը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ունի արևմուտքի աջակցությունը, ԱՄՆ փոխնախագահ Վենսը ոչ ուղղակի, բայց ասաց, ակնարկեց, որ ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Դուք ինչով եք բացատրում արևմուտքի մի շարք քաղաքական կենտրոնների այս աջակցությունը, քանի որ նրանք նաև աչք են փակում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարությունից նահանջին, նաև Հայաստանի ռուսամետ կուրսին։ Այն որ վերջի տարիներին մանավանդ վերջին ամիսներին ընդհանրապես մարդու իրավունքներ, միջազգային իրավունք վերացել է, դա ամբողջ աշխարհում է, առավել եւս արևմուտքի գործադրմամբ,
հետեւաբար խոսել, որ Հայաստանում ինչու են մարդու իրավունքների ոտնահարման վրա աչք փակում, աչք են փակում, որտեղ իրենք են նաև անում են, ինչ որ դրա փոքր դրսևորումները տեսնում են Հայաստանում, այսինքն այլևս վաղուց ու վերջին տարիներին առավել եւս այդ եվրոպական արժեքները, արևմտյան արժեքները ոտնահարված է, որոնք շատ համամարտկային արժեքներ են, չասենք միայն արևմտյան, եւ հետեւաբար այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, անում են, ինչ որ անում է նաև արևմուտքը, եւ այդ տեսանկյունից որովից է տենց զարմանալի բան չկա, ինչ վերաբերում է հնարավոր աջակցությանը Նիկոլ Փաշինյանին, չեմ կարծում դրան պետք է տենց գերագնահատել այդ փաստը եւ ոչ էլ իհարկե դնել մի կողմ, հիմա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը գոնե խոսույթի տեսքով այդ հակառուսական դուր է գալիս արևմուտքին այնքանով որքանով, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ արևմուտքը շատ ավելի ջերմ ու խորքային նաև ստվերային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ եւ այս ամենը վնասում է միայն Հայաստանին, այսինքն պետք է կաստեղը արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները այնքան արագ կջերմանան, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկանա, թե ինչ է կատարվում, հետեւաբար մտնել աշխարհակաղակական խաղերի մեջ եւ ինչ որ մեկի կողմից մյուսի դեմ ինչ որ բաներ խոսել, այդ ամեն ինչը չի մոռացվում եւ շատ ավելի արագ մոռացվում է այդ գերտերությունների կոնֆլիկտը, այսինքն գերտերությունները այնքան արագ են մոռանում իրենց կոնֆլիկտները ու դառնում բարեկամներ, որտեվ կա շահերի բախումներ, որից հետո կա շահերի համընկնումներ եւ այդ շահերը պարտադրում են նաեւ շատ արագ լուծել աշխարհակաղակական կոնֆլիկտները, իսկ այն փոքր երկրները, ովքեր այդ խաղերի մեջ հայտնվելով մեկի կողմն են բռնում մյուսի դեմ, հետագայում այդ փոքր երկրներն են պատժվում։ Իշխանությունները, պարոն Արաքելյան, վստահություն են հայտնում, որ իրենք հունիսի 7-ի ընտրություններում ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021 ընտրություններում, իհարկե հղում անելով մի շարք այսպես հարցումների։ Ձեր գնահատմամբ արդարացված է իշխանականների այս վստահությունը եւ ինչու պիտի հանրությունը գնա հունիսի 7-ին ընտրի քաղաքացիական պայմանագրին։ Եվ ձեր կարծիքով Փաշինյանի հիմնական էլեկտորատը ովքեր են եւ առանց կեղծիքների, որտեվ Փաշինյանը այսպես 65%-ի մասին է նույնիսկ այս իրենց ներքին քարոզարշավի ընթացքում հայտարարում, առանց կեղծիքների ԿՊ-ին կհաջողվի 65% ձայն ստանալ։ Այն հարցումները, որոնց հղում են անում նաև զարմանալի է, չնայած զարմանալի չէ, մարդիկ մաթեմատիկական տարրական գիտելիքներ չունեն, չեմ հասկանում այդ 20-25% հարցումների արդյունքում ոնց են պատկերացնում հավաքել, որոնց սա ամոթ է, որովհետև մարդիկ հավաքել են 54% ձայն եւ հիմա արձանագրվում է, որ նրանց աջակցում է կեսը։ Այսինքն 5 տարվա իշխանության պարագայում իրենց ընտրողների կեսը այլևս իրենց չի աջակցում։ Հիմա այն մյուս ընդդիմադիրներին, թե նախկին իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ ավելի վատ է, հələ դա իր մի կողմ։ Փաստացի այս մարդիկ 5 տարում հասել են նրան, որ իրենց ընտրողները իրենց չեն ընտրում։ Հիմա սրա մասին թող մտածեն, թե ինչ են արել, իսկ թե ինչ են արել, ինձ թվում է բոլորն էլ գիտեն ինչ են արել եւ ընտրողների ճնշող մեծամասնությունը այլևս հույսեր չի կապում իշխանության հետ եւ հիմա եթե ինչ որ մարդիկ ընտրում են Նիկոլ Փաշինյանին, ընդունում են գիտություն բնական է միշտ էլ ինչ որ իշխանություններ, ինչ որ ձայներ են ունենում, որովհետեւ ընդհանրապես ընտրությունը ինքը բազմագործոն process է, տարբեր մարդիկ տարբեր գործոններով են ընտրում։ Հիմա մեկը ընտրում է աշխարհակաղակական կողմնորոշմամբ, մեկը ընտրում է տնտեսական ծրագրերով, մեկը ընտրում է լոկալ, պայմանական ասած իր աշխատավարձից գոհ է, որը ընդհանրապես կապ չունի նույնիսկ իշխանության հետ, բայց մարդը ասում է չեմ ուզում բան փոխվի երկրում բան, որովհետև ես ունեմ աշխատանք, գնում եմ աշխատանքի գալիս եմ տուն, այս այսպես կոչված ստատուս քվոն ինձ ձեռք է տալիս, կենցաղային լոկալ։ Ու դա միշտ է տենց, երևի աշխարհի բազմաթիվ երկրներում է տենց, այսինքն անընդհատ ընտրողներին մեղադրել, որ իրենք ընտրություն չեն կատարում խորը քաղաքական, քաղաքագիտական, աշխարհակական վերլուծությամբ, այդ այդքան էլ ընդունելի չի, որովհետև յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ընտանիք ունի իր պատկերացումները, իր նպատակները եւ պետք է դրա հետ հաշվի նստել։ Մարդիկ կան, որ իրենց ընտանեկան կարգավիճակը առաջնային գործոն է, մարդիկ կան կարևորում են իրենց համայնքի, քաղաքի խնդիրները, երկրի խնդիրները, մարդիկ եկան աշխարհակաղակական վերլուծություններով են ընտրում, հետաբար բազմաթիվ գործոններ կան, որոնք կարող են ընտրել Նիկոլ Փաշինյանին կամ չընտրել, բայց մեծ հաշվով ոչ միայն անվտանգային, ոչ միայն Արցախի կորուստը, հայտարարակ իրավիճակը մեր սահմաններում միջև այսօր Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում
գտնվում են ադրբեջանական զինված ուժերի տակ, այդ ամեն ինչն է հաշվի չառնելով բազմաթիվ խնդիրներ կան, սոցիալական, տնտեսական, իրավական եւ այլն։ Իսկ մյուս կողմից արդյոք այս իշխանությունը ինչ որ քայլեր է արել, որոնք մարդիկ դրական են գնահատում, այո, այնպես ինչպես ցանկացած իշխանություն կարող է անել լոկալ, հիմա միտեղ մի դպրոց է սարքում, դա հա նորմալ է։ Հա, հիմա այդ մարդկանց համար դա էլ է կարևոր։ Մենք չես կարող ասել, որ ինչ-որ իշխանության վարկանիշը պետք է դառնա 0, առավելևս գործող իշխանության։ Բայց մեծ հաշվով որ ամփոփեմ, այս պահին իշխանության վարկանիշը այնքան ցածր է, որ ընտրվելու վերաբերյալ մեծամասնություն կազմելու վերաբերյալ խոսույթը անլուրջ է եւ չեմ կարծում, որ իրենք դա չեն հասկանում եւ այն քայլերը, այսինքն ընդհանրապես նորմալ իշխանությունը վերընտրվելու պարագայում ինչ պետք է անի Քարոզարշավին։ Ոչինչ։ Այսինքն եթե դու 5 տարի լավ ես աշխատել, այդ 5 տարվա քո գնահատականը արտահայտվում է ընտրություններով։ Դրա համար մի հատ էլ քարոզարշավ պետք չի անել։ Այսինքն եթե դու 5 տարի աշխատել ես, մարդկանց կյանքը բարելավել ես, երկիրը զարգացրել ես, ու մարդը դա զգացել է, այդ մարդուն պետք չի հիշեցնել, ոչ թե հիշեցնել, այլ անընդհատ խոսել։ Հիմա եթե դուք թոշակ եք բարձրացնում, հա, եթե դուք թոշակ եք բարձրացնում, եթե վստահ եք, որ այդ կարևոր է, այդ ազդեցիկ է, էլ ինչ եք դրա մասին խոսում։ Չէ, մարդը ինքը այդ թոշակը կստանա, या բարեկեցությունը կբարձանա, մարդը կասի շատ լավ է կգնա կընտրի, չէ, գիտակից մարդիկ են մեր ընտրողները։ Հետո որ իրենք էլ են հասկանում, որ այն քայլերը, որ անում են, ու այն ինչ որ ներկայացնում են, իրականության հետ կապ չունի, այսինքն թոշակ բարձրացելը 3 տարի առաջ է, ասենք 18 թվականին էլ նույն խոսում ենք այս իշխանությանով։ Երբևէ լսել եք, որ օրինակ ազգային ժողովի падգամավորները օր ու գիշեր դրանից էին խոսում, չենք հիշում, չէ։ Այս 10,000-ից ավել է թոշակ բարձրացել նույն Նիկոլ Փաշինյանի օրոք։ Դրա մասին չեն խոսել։ Հետևաբար, եթե անընդհատ օր ու գիշեր այսօր Նիկոլ Փաշինյանը հպարտանում է իր Facebook-յան էջի դիտումներով։ Հա, այսօր Հայաստանում կարծում եմ լավագույն բլոգեր այո, այդ լավագույն բլոգերն է, այո, որ հա հաղթում է։ Այսօր ասում ես նաև գրառում է արել, որ իհարկե դեռ զիջում է Սուպեր Սակոյի կլիպներին, բայց պայքարը դեռ շարունակվում է։ Դեռ ճանապարհ կա հասնելու, ասենք, այդ ինչքան էր ասում 150 միլիոն դիտում ունի։ Հիմա ինչի համար է սա անում, որ ինչ որ ձայներ հավաքի։ Իսկն սա ինքն էլ է փաստում, որ այն ինչ որ տեղի է ունեցել վերջին 5 տարում, չի խոսում նրա մասին, որ ինքը ունի հանրային վստահություն, դեռ հանրային վստահություն ունեցող գործիչը իշխանական կարիք չունի օր ու գիշեր քարոզչություն անի։ Իրանք կանեն կառավարության նիստեր, կանեն ազգային ժողովի նիստեր, կկայացնեն որոշումներ, մարդկանց կյանքում բան կփոխվի։ Մարդն է կգնա կընտրի։ Հիմա այսինքն իրանք չեն հավատում, չէ, որ իրենց կատարած աշխատանքը ազդում է մարդկանց ընտրության վրա։ Իրանք անընդհատ պետքա խոսան, անընդհատ։ Ցույց տան, որ 10 տարի առաջ, 20 տարի առաջ ինչքան վատ էր։ Արդյունքում ես չեմ տեսնում որևէ մեծ շանսեր, առավել եւս ինչ որ պատկառելի ձայներ հավաքելու։ Պարոն Արաքելյան, անդրադարձանք թոշակներին, ապրիլի 1-ից այո 10,000 դրամով բարձրանալու, բայց նույն Փաշինյանը, նույն իշխանականները 2 ամիս առաջ մոտ հայտարարում էին, որ եթե թոշակառուների թոշակը 10,000-ով բարձրացնեն, թոշակառուն չի իմանա ինչպես ծախսի, որտեղ ծախսի, այս հայտարարությունների հակասությունը ինչպես կմեկնաբանեք։ Արդյոք սա ինչպես շատերը պնդում են ընտրաթոշակ է։ Հեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ որ տարաձայնություններ, տարբերություն գտնելու համար տաղանդ պետք չէ ունենալ։ Հիմա այդ օրինակն եք բերում, որ խոսենք։ Դե բազմաթիվ են, այո։ Այսինքն ինքը այդ պահին է պետք է ասում։ Նիկոլ Փաշինյանը չի հետևում իր նախորդ ասածներին, արածներին հաջորդ այդ օրը այդ է պետք կամ այդ օրը այդ խոսեց, հաջորդ օրը հիմա այո խոսեց, ընդ որում վստահ եմ ինքը տեսավ դրա հակազդեցությունը, որովհետև դա ոչ թե թոշակ չբարձրացնելու մասին էր, այլ թոշակառուների նկատմամբ ստորացնող առհամարական վերաբերմունք էր, որ անի տենց ինչ պետք է անեք դուք ձեր այդ 10,000 դրամը։ Իսկն արժանապատվությանը վնասող արտահայտություն արեց ու բավականին վատ արձագանք եղավ թոշակառուների կողմից։ Իսկ այն որ Նիկոլ Փաշինյանը բանուգործը թողած, եթե օր ու գիշեր այդ Facebook-ում գրառումներ ու լայվեր է անում, այն արանքները մենք շարունակում ենք մնալ Facebook-ում։ Ինքն էս չի որ այդ վիդեոն գցում է գնում է աշխատում է, այսինքն այն մնացած արանքում է տեսնում է արձագանքները, չէ։ Հիմա այդ մարդը անընդհատ ինքը առնվազն սոցցանցերի մոնիտորինգի լուրջ գործով է զբաղվում ամբողջ օրը ու տեսնում է այդ արձագանքները։ Տեսավ չէ ոնց հանրային արձագանք, թոշակառուների կողմից արձագանքները, նաև մեդիայի շնորհիվ, որ մարդիկ ոնց են վերաբերում այս արտահայտությանը։
Ինքը հասկացա, որ այդտեղ լուրջ ընտրազանգված է կորցնում, որը հանրային շատ նուրբ կետի է կապել թոշակառուների արժանապատվությանը ու հա ստիպված եկավ այս որոշմանը հիմա հա չէ թոշակառուներ ջան ձեր ցավը տանեմ եկեք հա մի ժամանակ բացի դրանից մի ժամանակ էլ տնտեսական լուրջ հիմնավորումներն են բա մենք ապովագրական համակարգ ենք դրել այս թոշակը բարձրացնում էինք գնում եք սիգարետ էիք առնում հիմա չէ մենք այդ սիգարետը պետք չի ծխեք կգնաք կբուժվեք բա հիմա այս 10,000-ով սիգարետ չեն առնելու իսկն այդ պահին հիմա վաղը մյուսօր տենց եթե մի օր պետք է լինի թոշակները հարկեն կորոշի որ թոշակները պետք է հարկեն Պարոն Արաքելյան, օրերս Հայաստան դաշինքը հայտարարեց, որ իր վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, իհարկե անսպասելի չէր դա, այնուամենայնիվ շատերը կարծում են, որ Քոչարյանի նորից ընտրություններին մասնակցելը կօգնի Փաշինյանին վերարտադրվել։ Մի մասն էլ կարծում եմ, որ կխանգարի։ Դուք այս մասով ինչ տեսակետ ունեք եւ ինչու Քոչարյանը նորից որոշեց այսպես մտնել, ակտիվանալ ու մասնակցել ընտրություններին։ Չեմ ինքը թող մեկնաբանի ինչի է ուզում ընտրությունների մասնակցի հիմա ինչ որ բան չհասկացավ հիմա այն որ Նիկոլ Փաշինյանը ու հիմա էլ ամբողջ իր թիմը էլի հակակարոզը կառուցում է Քոչարյանի վրա որ հանրության մոտ վախեր առաջացնի նախկինների վերադարձով եկելով եկեք դա փաստ է հիմա այո այդ մարդիկ 20 տարի երկիրը այնձև են կառավարել որի արդյունքում ոչ միայն իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանը, այլ որ այդ մարդիկ չեն ուզում այդ հետ գան։ Հիմա օբյեկտիվ հատվածից բացի կա, արդյոք սուբյեկտիվ մի քիչ sense ճոխացրած գույները մքեսրած իշխանությունների կողմից կա, բայց այն որ լրիվ անհիմն է, իհարկե տենց չի։ Այն որ այս ժողովուրդը չի ուզում նաև դրա պատճառով 18 թվին այս մարդիկ գնացին իշխանությունից, այդ մարդիկ չեն մոռանում։ Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը հանձնել է Դրանից Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության կոռումպացվածները սրբեր չեն դառնում։ Այսինքն չի կարելի գալ կոռումպացված մարդկանցով ասել Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է։ Այո, Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է, որի համար պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից։ Բայց երբ որ դա ասում ես կոռումպացված, երկիրը կեղեքած մարդկանց դեմքով, հանրությունը սկսում է առնվազն տարակուսել այդ ասացի ճշմարտացիության, առավել եւս գործողությունների մղման մասով, թե ինչ անենք։ Դեպաբար այն տեսակետը նաեւ որ նախկին իշխանությունները այսպես կոչված աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ինքը այս հարթության մեջ պետք է նայենք, որովհետեւ շատ հաճախ տեղի ունենում նեգատիվ ընտրություն։ Ընդ որում ոչ միայն Հայաստանում, այդ աշխարհի բազմաթիվ տեղեր, այսինքն մարդիկ ընտրում են մեկին, մյուսի դեմ։ Ոչ թե ընտրում են մեկին հանուն, որ գա այսինչ բաներն անի։ Հիմա այո շատ հաճախ Նիկոլ Փաշինյանի ընտրողները ընտրում են, որ Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության, Սերժ Սարգսյանը չգա իշխանության։ Այդ էլի է եղել նախկինում էլ տարբեր ընտրություններում եւ Հայաստանում ընդդիմության ընտրում են, որ իշխանությունը գնա կապ չուներ ով էր ընդդիմության առաջնորդը այդ պայն։ Երևի էլի կլինի։ Այսինքն այդ նեգատիվ ընտրությունը մարդու հոգեբանության մաս է կազմում։ Հիմնականում այն հատվածի, ովքեր տենց խորքային չեն վերլուծում, հա, տենց ուղղակի էմոցիոնալ ընտրության ժամանակ առաջ է գալի նեգատիվ ընտրությունը։ Ընդ որում դա նաև իշխանությունն է օգտագործում։ Ասում է, տեսեք, եթե մեզ չընտրեք, պատերազմ ալնելու։ Այսինքն որ էլի նեգատիվ ընտրություն անեք։ Այս որ այսինչ բանը չլինի։ Չյով կազմվող բառերն են անընդհատ քարոզչության նյութ դառնում։ Ընդդիմությունն էլ է դա անում։ Նիկոլ Փաշինյանին չընտրեք, որ չասում մեզ ընտրեք։ Հետևաբար այս տեսանկյունից որ դիտարկում ես, այո, Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը ոչ թե ամրապնդում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այդ հարթության մեջ նայենք, այլ ընտրությունների ժամանակ ընտրողների վարքագծի վրա ավելի թուլացնում է իշխանափոխության շանսերը։ Իհարկե մարդիկ կան գնալու են ընտրան Ռոբերտ Քոչարյանին, այդ մարդն ունի իր անդրազանգվածը, ոնց խոսեցինք Նիկոլ Փաշինյանի մասին չկրկնի, որ մարդիկ է համարում են Ռոբերտ Քոչարյանին պետք է ընտրան։ Բայց առնվազն խոսենք ոչ միայն այսօրվա իրավիճակի մասին, տեսեք, նույնիսկ եթե դնում ենք մի կողմ այն իշխանության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի որ տեղի է ունեցել, այս մարդիկ 21 թվականին մասնակցում էին ընտրություններին Նիկոլ Փաշինյանի հեռացնելու օրակարգով, չէ, իրանք չէին ասում մենք գալու ենք օրենսդրական նախաձեռնություններ անենք,
էս անենք, իշխանությանը զսպենք, տենց ժողովրդի հարցերով զբաղվենք, այդ մարդիկ ասում են մեզ մանդատ տվեք, գնանք Նիկոլ Փաշինյանին հեռացնենք։ Չստացան այդ մանդատը, չընտրվեցին։ 21 թվականից մինչև այսօր այս մարդիկ ասում են, որ այլ ճանապարհով ենք հեռացնում Նիկոլ Փաշինյանին, փողոցային պայքարով, իմպիչմենտով, սրանով, հեսա, մի ամսից, երկու ամսից բան չմնաց։ Ու չստացվեց։ Հետևաբար 5 տարվա գործունեությունը, այսինքն 20 տարի որպես իշխանություն են տապալել իրենց։ 5 տարի էլ տապալել են որպես ընդդիմություն։ Հիմա մարդիկ որպես ընդդիմություն եկե բան են խոստացել ժողովրդին, չեն արել։ Այսինքն իրանք էդ էլ չեն արել։ Այսինքն հələ դնենք մի կողմ են 20 տարին, ասենք հաչ ասենք նախկիններ։ Ներկա ընդդիմություն։ Որպես ներկա ընդդիմություն, ինչ հաջողություն են ասել այս մարդիկ։ Հայաստանի պատմության ամենաողբերգական ժամանակահատվածն ենք մենք ունեցել 21-ից 26 թվականը։ 21-ից 26 թվականին տեղի ունեցել Արցախի կորուստը, որի ժամանակ իշխանություն էր Նիկոլ Փաշինյանը, ընդդիմություն էին այս մարդիկ։ Ու Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության հերիք չի, այսօր էլ հələ քննարկում ենք Նիկոլ Փաշինյանը ինչքան ձայնը հավաքելու։ Այսինքն այս ընդդիմությունն էլ է, չէ, այդ տապալման, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարողացավ մարսել քաղաքական տեսանկյունից Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ունենալով այսպիսի անունակ ընդդիմություն։ Հիմա եթե այս մարդիկ ուզում են հայտնվեն խորհրդանում, որի մասին ես մեծ կասկածներ ունեմ, հարկե պետք է ազնիվ լինեն, ասեն Ժորժ ջան, մենք ուզում ենք գանք խորհրդանում աշխատենք падգամավոր։ Հիմա գոնե ես չեմ հայտարարում, որ ես գալու եմ Նիկոլ Փաշինյանին մենակս հեռացնեմ, ես 60-70% ձայն եմ հավաքելու, մենակ ես եմ որ կարամ ես երկիրը այս վիճակից անեմ, հələ ինձն է։ Հիմա չեմ ասում, ազնիվ եմ, անկեղծ եմ։ Այսօրվա իրականության մեջ ես կամ մեր կուսակցության դրա մասին չենք խոսում, չէ՞ որ մենք մենակով գալու ենք իշխանապողություն անել։ Հիմա եթե այդ մարդիկ խոսում են, հասարակությունն է, որ ասում է այդքան է միամիտ չի, էլի, ընտրություններով ցույց կտա ով է եւ ինչ վերաբերմունք կունենա։ Պարոն Արաքելյան, առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին քաղաքական դաշտում քաղաքական ուժերը դասավորվում են, խոսում են համագործակցությունների մասին։ Դուք նաև Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության ինչ-որ փորձեր, ինչ փուլում է պատրաստ եք համագործակցել, ինչ ձևաչափով եք մասնակցելու դուք ընտրություններին։ Ընտրությունների մասնակցությունը մեր կողմից փաստ է, քանի որ մեր համար մեր գործնեության կարևորագույն ճանապարհն է եղել թիմ ընտրություններով, մեծ հաջողություններով եկել հասել ենք սրան, բազմիցս էլ ձեր զրույցներում են նշել եմ, որ ընտրություններով իշխանապողությունը համարում ենք ամենաարդյունավետ ճանապարհը, ցավոք թե բարեբախտաբար իրականություն դարձավ մեր կանխատեսումը, որ այլ ճանապարհով իշխանապողություն տեղի չունեցավ վերջին տարիներին, եթե կստացվեր, թող ստացվեր, մենք գոնե չենք խանգարել, այսպես ասած, ընդունել ենք ի գիտություն, որոշ դեպքերում նաև աջակցել ենք։ Ինչևէ, այս ընտրությունները մեր համար բնական էր, որ պետք է տեղի ունենան ու պատրաստվել ենք։ Ինքնանպատակ չէ մասնակցության ձևաչափը, կարծում ենք, որ հնարավորություն կա, ու չասենք այնպես լայն կոնսոլիդացիա ամբողջ ընդդիմության, այլ գոնե որոշակի բևեռների ձևավորում, որ մեր որպես ապրելու երկիր կուսակցության պոտենցիալը առավել արդյունավետ օգտագործենք այս հնարավոր համագործակցությունների շրջանակներում, ու առաջիկա 1-2 շաբաթում կունենանք վերջնական պատկեր, քանի որ շփումները, քննարկումները երկկողմանի կամ նաև բազմակողմանի են, դրա մասին կխոսենք, երբ որ կունենանք բոլոր կողմերի հետ վերջնական համաձայնություն։ Ընդդիմությունը պնդում է, որ այս համապետական ընտրություններում անելու են Գյումրի 2։ Դուք էլ ասում եք, որ իշխանափոխություն ընտրություններով պետք է լինի, արդյոք ընդդիմություն ունի բավարար ռեսուրս եւ կազմակերպվածություն Փաշինյանին ընտրություններով հեռացնելու, քանի որ արդեն ասացինք ունի արտաքին աջակցություն Փաշինյանը։ Ես այդ նախ Գյումրի 2-ը, որ ասում են, այդ ասողների մեծ մասը ոչ Գյումրի ընտրություններին էին մասնակցում, ոչ ասենք թիմ ընտրությունների են մասնակցել այսօր, բա գայք մասնակցեք միտեղ։ Այդ ուրիշների հաղթանակով այսօր եկել եք ասում եք հիմա մենք էլ ենք տենց հաղթելու, հիմնականում մարդիկ, որոնք միշտ տենց ինչ ընտրություն ինչ բան, հիմա եկել են թե բա Գյումրի 2-ը։ Հա, հիմա ասենք Գյումրի 2-ի կողքին մենք տենց փառակարում ենք հաղթել, նոյեմբերյանում ենք հաղթել, տարբեր տեղեր հաղթել ենք, հետեւաբար տենց կենտրոնանալ Գյումրի վրա, բազմաթիվ տեղեր
Թիմ ընտրությունները ասում են փառակարում մենք հաղթել ենք առանց համագործակցության, չէ, 57% ձայն ենք հավաքել։ Հիմա այդ տեսանկյունից կենտրոնանալ դրա վրա, հիմա խոսքը պարզ է գնում այն մասին, որ ընդդիմադիրները կմիավորվեն, կձևավորեն կոալիցիոն կառավարություն։ Այս պահին դժվար է կանխատեսել նաև այն կոնֆիգուրացիան, որը կարա տեղի ունենա, նույնիսկ դեռ հայտնի չէ, որ ուժերն են մասնակցում, ինչ ձև են մասնակցում, որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում, ով քանի տոկոս կունենա, հիմա տենց են, որ բազմաթիվ սցենարներ կան, հիմա շանս տեսնում ենք, որ ընդդիմությունը կարող է ունենալ ավելի շատ ձայներ, քան իշխանությունը, այո, բայց գոնե մեզ համար այդ հետընտրական համագործակցությունները ինքնանպատակ չէ, այսինքն տենց ամեն գնով համագործակցել իհարկե կարևոր է իշխանության հեռացումը, բայց պետք է հասկանաս ում հետ ինչ ձևաչափով, որովհետև սա ոչ թե երկու թիմերի միջև տենց սպորտային միջոցառում է, տենց 4-5 հոգով հավաքվենք, այս ինչին հաղթենք, ստե երկրի մասին է խոսքը։ Լավ, գնաց այս իշխանությունը, բայց 5 տարի ինչ ենք անելու։ Ովքեր են դրա համար պատասխանատվություն կրելու։ Շատ հեշտ է ասել, այս իշխանությունը պետք է հեռանա եւ վերջ։ Այտենց նախորդ իշխանությունը հեռացավ, դրանից առաջը հեռացան։ Բայց ցավոք տեսնում ենք, որ հետո բազմաթիվ ռիսկեր կան։ Հետաբար մենք տենց ինքնամոռաց գնալ, որ այ պետք է իշխանությունը հեռանա ու դրանից հետո կարևոր չի ինչ կլինի, շատ կարևոր է, շատ։ Ես նաև վստահ եմ, որ հանրության մեծ մասը նաև այդ մտավախությամբ է առաջնորդվում ընտրելով։ Նաև չի գնում ընտրությունների։ Նիկոլից հետո ինչ է լինելու հարցի պատասխանը շատեր ուզում են ստանալ, որովհետև տենց չեղավ Սերժից հետո հարցի պատասխանը ու եկանք հասանք սրան։ Հիմա ասել աստատ լավա լինելու չենք կարող, որտեվ առնվազն այն միջավայրը, որտեղ մեր պետությունը կա, այսինքն այսօր մենք չենք հասել օրվան Նիկոլ Փաշինյանի պատճառով, որ խնդիրը թոշակների բարձրացումն է կամ հարկերի իջեցումն է կամ ինչ որ ենթակառուցվածքների ստեղծումն է, դե ասենք հա կգանք դե բյուջեով կանենք կոռուպցիա չի լինի, չէ, շատ խորքային խնդիրների առջև է մեր պետությունը կանգնած։ Հիմա դրա շուրջ որ ուժերը ինչ պատասխանատվություն կարող են վերցնել համագործակցության, շատ հարցեր կան, դրաբար մենք այս պահին անելու ենք առավելագույնը, որ մեր մասով ասեմ շատ ձայն հավաքենք, որից հետո թե ինչպիսի ձևաչափ կլինի, որտեղ ասեմ շատ կարևոր է, որ խորհրդանում հայտնվեն ուժեր, որոնք ունակ են վերցնել այդ պատասխանատվությունը եւ ընտրողներն էլ գիտակցեն, որ իրենց ձայնը տալիս են ուժերի, որ ոչ թե զուտ էմոցիոնալ այս մեկը չլինի, ով ուզում է լինի, որ հետո այդ մարդիկ կան իրենց բաժին պատասխանատվությունը կրեն։ Դե սենց մենք խոսել տենց գեղեցիկ պատկերներով, ինչ-որ խոսքերով, շատ բարդ է, որտեվ այն մարտահրավերները, որ կա ու այն իրավիճակին, որ Նիկոլ Փաշինյանը բերեմես հասցրել է, տենց պատրանքներով ասել ժողովրդին, ջան, դե գալու ենք 5 րոպեում այս հարցերը լուծվելու է, շատ ծանր խնդիրների առջև ենք կանգնած եւ ընտրություններին եւ առավել եւս ընտրություններից հետո իշխանություն ստանձնելուն պետք է շատ պատասխանատու մոտենալ։ Պարոն Արաքելյան, օրերս Արդարադատության նախարար Սրփ Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանադրության տեքստը արդեն պատրաստ է եւ պետք է քննարկվի ՔՊ վարչության նիստում։ Սակայն մեր լրատվամիջոցի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունցը նշեց, որ տեքստին ամբողջությամբ ծանոթ չէ, որտեղ ամբողջովին չի քննարկվել։ Ձեր գնահատմամբ ինչ իմաստ ուներ այդքան ռեսուրս, ժամանակ ծախսել հանձնաժողով ստեղծել, եթե պիտի տեքստը ամբողջությամբ հանձնաժողովում չքննարկվեր, կարելի էր ուղղակի միանգամից ԿՊ վարչության նիստում հաստատել։ Ինչու է նման բան անում այս իշխանությունը։ Դա խայտարակություն է, ինչ կապ ունի ԿՊ վարչությունը ընդհանրապես սահմանադրության հետ։ Այս մարդիկ պատկերացնում են, որ իրենց վարչությունն է կառավարում երկիրը։ Այո, սահմանադրության հանձնաժողով, սահմանադրությունը այնքան ազդեցիկ ու կարևոր փաստաթուղթ է, առավել եւս եթե էական փոփոխություններ են լինում, որ լայն քաղաքական դաշտի հանրային տարբեր շերտերի քննարկման կարիք ունի։ Ի վերջո դա մարդու քաղաքացու համար է, քաղաքացու մասին է, ոչ թե ԿՊ խմբակի։ Բայց որ արդեն չի եթակցնում Նիկոլ Փաշինյանը, այս նոր սահմանադրության մեջ իրեն հետաքրքիր է հռչակագրի դրույթի հանելը։ Հետևաբար Եվ ինքը ասում է, որ հղում չի արվում։ Այո, հետևաբար ես չեմ բացառում, որ այս սահմանադրությունը գրեթե մնալու է նույնը, իսկ փոփոխությունները լինելու են կոսմետիկ, քաղաքական դաշտի, բնակչության, մարդու իրավունքների մասով որևէ էական ազդեցություն չեն ունենալու,
իսկ նույն կառավարման համակարգը մնում է նույնը, այսինքն վարչապետի այդ սուպեր վարչապետության լիազորությունները գոնե ինչ որ ներկայացնում են, տենց նվազեցնելու միտումներ չկա, գոնե չեն բարձրաձայնել պետական կառավարման, այսինքն տարբեր ոլորտներում մենք չենք տեսնում, որ փոփոխությունների քննարկում է եղել, չէ՞, որովհետև կարող էր ասենք անցնենք, որ մենք խոսում ենք այդ կիսանախագահական մոդելի կամ առնվազն նախագահի լիազորությունները ավելացնելու իրավական, դատական հատվածում, այսինքն տարբեր ոլորտներում, տեղական ինքնակառավարման մարմիններ, այսինքն կոսմետիկ փոփոխություններ են անելու, հիմքում դնելով այդ հռչակագրի փոփոխությունը, ու չեմ բացառում, որ նաև 1-2 տենց հետաքրքիր PR գործոններից բաղկացած կետեր կփոխեն մարդկանց որպես խրախուսելու գան ընտրության, այս տեսեք, այս ձեր համար, ասենք տենց որ չեմ ամեն ինչ կարող է, սրանք նաև ամեն ինչ այնքան են տենց նսեմասրե նաև իրականությունը եւ որ տենց կարան սահմանության մեջ գրեն որ թոշակները բարձրանալու կամ ինչ որ այսինքն տենց բաներ կարան գրեն մեջ էլի հետեւաբար կարան ամեն ինչ գրեն ինչա թե սահմանադրությունը անցնի հետո ոչ չէ գետը թոմնակը փոխեն մեկը սահմանադրությունը այն կարգի են ոտնահարում որ Նիկոլ Փաշինյանը էլ մոռացել է սահմանադրության իր լիազորությունների մասին մյուս մարմինների լիազորությունների մասին Մինչև մենք գնում ենք այն ճանապարհով, որ այս իշխանությունը հեռանալու է հունիսի 7-ին եւ այս սահմանադրության քննարկումը առարկայազուրկ է դառնալու, այն որ պետք են արդյոք սահմանադրության փոփոխություններ, այո, մենք հակված ենք նաեւ ավելի խորքային քննարկում ունենալու նաեւ այլ քաղաքական ուժերի հետ կիսանախագահական կառավարման մոդելին անցնելու եւ վարչապետի լիազորությունները էական կրճատելու եւ այդ հակակշռների զսպումների մեխանիզմը խորացնելու բազմաթիվ այլ բլոկներում է կարելի փոփոխություններ անել, բայց կառավարման մոդելը որպես կարևորագույն առանցք դրա մասին եմ խոսում հետեւաբար այո մենք կարծում ենք որ ընտրություններով իշխանափոխությունից հետո սահմանադրության որոշ հատվածների առավել եւս կառավարման մոդելի փոփոխությունների անհրաժեշտություն կա եւ այդ գործընթացը պետք է տեղի ունենա առանց ԿՊ-ի այն նպատակների, որը դրված է այս սահմանադրական փոփոխություններում։ Փաշինյանը վերջերս հայտարարեց եւ այսօր կառավարության նիստից հետո չեպազրույցի ժամանակ եւս մեկ անգամ հաստատեց, որ ինչպես ինքն է ասում, հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է։ Որքանով է բարոյական Հայաստանի ղեկավարից նման հայտարարություններ։ Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ուրացել է եւ ուրանում է մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաեւ տարական իրավական գիտելիքներ չունի, որևիցե հիմք անկախության հռչակագրի մեջ, ընդ որում անկախության հռչակագիրը, երբ որ կարդում ես անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին գրված չէ, անկախության հռչակագիրը լրիվ անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հռչակման մասին է, որտեղ դրված է այն արժեքները, այն սկզբունքները, որի հիման վրա կառուցվում է պետությունը։ Այդ հռչակագիրն է մի հատ էլ հղում անում 1989 թվականի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորմանը, բայց դրանից հետո տեղի ունենում 91 թվականին Հայաստանի Հանրապետության անկախացում, տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախացում, այսինքն 91 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես առանձին սուբյեկտ ընդունելի է եղել Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն 91 թվականից սկսած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ սուբյեկտը որպես առանձին չի եղել Հայաստանի Հանրապետության մաս։ Եթե հիմք ենք ընդունում այդ հռչակագրի այդ կետը։ Առավել եւս Սահմանադրական դատարանն էլ էր կարծեմ 2022 թվականին էր ասել, որ հռչակագիրը չի հակասում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Սա ուղղակի մեր պատմությունը ամեն ինչը ոտնահարելու էլ եմ ասում, անկախության սահմանադրության մեջ բառ չկա անգամ գրած Լեռնային Ղարաբաղի մասին, ինքը Հայաստանի Հանրապետության մասին է, որը միջազգայինորեն ճանաչված է։ Իսկ մենք երբևէ Արցախի հարցը չենք դիտարկել Հայաստանին միավորման կամ տարածքի հարց։ Արցախի հարցը եղել է Արցախի բնակչության ինքնորոշման հարց, որպես առանձին սուբյեկտ, թեև չճանաչված, աշխարհը ընդունել է որպես սուբյեկտ, որի վերաբերյալ կա հարց։ Հայաստանը որպես առանձին կողմ եղել է այդ խնդրի շահառու, այդ խնդրին աջակցող, բայց երբևէ չի քննարկվել, որ Լեռնային Ղարաբաղը միավորված է Հայաստանի Հանրապետությանը կամ այդ տիրույթում են քննարկում։ Ասեմ ավելին, օրեր առաջ Կիրակի օրը Ղազախստանը ընդունեց նոր սահմանադրություն։
կառավարման մոդելի ինչ-որ փոփոխություններ, նախագահի եւ այլն։ Հետաքրքրության համար նայեցի թերթեցի, սկսեցի կարդալ, նախաբանն էր, որտեղ կար նաև նախորդ սահմանադրության մեջ Ղազախ ժողովուրդը հաշվի մեր պատմական եւ այլն հաշվի առնելով ընդունում է այս սահմանադրությունը եւ այլն։ Այս նոր տարբերակում ու փորձեմ շատ չսխալվել, բայց sense էր Ղազախ ժողովուրդը իրեն համարելով մեծ Տափաստանի պատմության կրող եւ այլն, այսինքն այդ տարածքի, որը որ փաստացի խոսում էր այդ իրենց այդ որ նախորդ եթե փոխել են, որպես այդ ցույց են տալի, որպես պատմական իրենց, ազգ լինելը, որ դարերով եկել են, հասել են այսօրվան։ Ու ի՞նչն է հատկանշական, եթե նախկինում գրել էին այդ ուղղակի տենց մեր պատմությունը հաշվի առնելով, այստեղ հղում են տալի մեծ Տափաստան տերմինի, որը պատմականորեն եթե նայում ես այդ ներառում է Ղազախստանի տարածքը, այսինքն իրանք ասում են, մենք այն ժամանակվանից ստեղ ենք ապրում, բայց այդ տարածքը մեծ Տափաստան ներառում է մոտ եւս 10 երկիր։ Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հունգարիա։ Այսինքն հիմա ստացվում է, որ նոր այս Կիրակի օր ընդունված սահմանադրության մեջ մի հատ տերմին է դրած, որը իր այսօրվա քարտեզի վրա ներառում է 10 երկիր։ Հիմա այսինքն ինչ Ղազախստանն էլ հա դարձավ տես տարածքային, այսինքն մարազմա էլի, այսինքն այդ սահմանադրության նախաբաները ընդհանրապես արարողակարգային, տենց հռչակագրային բնույթ են կրում, հա, ավելի շատ չեն ներառում իրենց մեջ իրավական առը, դրանք հոդվածները չեն, ինչ որ նախադասություններ են տվար։ Սա ինչի մասն է խոսում, Ադրբեջանի հերթական պահանջները։ Բայց էլ ինչ խաղաղություն։ Բայց եթե ասում ես ընկեր ջան, խաղաղությունը հաստատվե։ Հիմա հարց, այս սահմանադրությունը որ չընդունվի, խաղաղություն չի լինելու։ Թող ուղիղ պատասխանեն։ Եթե չէ, ուրեմն չկա խաղաղություն, չէ։ Իսկ խաղաղությունը հələ ինչ որ ասում վերջ, մենք մտել ենք խաղաղություն, հավերժ խաղաղություն է, լավ։ Աստված չանի, հիմա Նիկոլ Փաշինյանը ընտրվում է։ Ու այս սահմանադրությունը ինքը ինչ ասում, Ժորժ ջան, մեզ ընտրեք, միշտ խաղաղություն ալնելու։ Այսօր եւս ասած, եթե ընդդիմությունը հաղթի, մինչեւ աշուն պատերազմ։ Հիմա խնդրեմ էլի, որ առիթ լինի, շփվում եք եթե կամ ձեր գործընկերները, հա։ Հիմա ինքը ասում է, որ մեզ ընտրեք, խաղաղություն ալնելու։ Հիմա լավ, ենթադրենք իրենց է ընտրում ժողովուրդը։ Երկրորդ հարցը, եթե սահմանադրությունը չի ընդունվում, էլի ժողովուրդն է չէ որոշում։ Ժողովուրդը գնաց դեմ քվեարկեց սահմանադրությանը, ոչ չեն կեղծելու։ Իրենք ոչ են կեղծում, դաս բաներ չեն անում։ Հիմա եթե ժողովուրդը չի ընդունում այս սահմանադրությունը, խնդրում հարցրեք, էլ խաղաղություն չի լինելու։ Որտեւ ինքը ասում է, եթե մեզ ընտրեք, միշտ խաղաղություն է լինելու, չէ, արդեն հավերժ խաղաղություն է։ Հիմա ժողովուրդն է ասում, լավ, գնանք հավերժ ընտրենք Նիկոլ Փաշինյանին։ Ու հիմա հարցնում եմ, եթե չընդունենք սահմանադրությունը, խաղաղություն լինելու է թե չէ։ Եթե կասի այո, ուրեմն եկեք չընդունենք այս սահմանադրությունը, չէ, ինչների սա պետք։ Ինչի ենք հանում հռչակագիրը։ Իսկ եթե ասում է, չէ, էսի վտանգ է ներկայացնում, ուրեմն խափում է այս մարդը։ Խաղաղություն դեռ չկա։ Խաղաղությունը կախված է սահմանադրություն փոխելուց։ Այսինքն ինքը սահմանադրությունը փոխում է, որ խաղաղություն լինի։ Այսինքն այս մարդը խափում է, որ կա խաղաղություն։ Կա հրադադար, նախընտրական։ Ալիևը հայտարարել է նախընտրական հրադադար, որպեսզի աջակցի Նիկոլ Փաշինյանին։ Շնորհակալ եմ, պարոն Արաքելյան, հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Արաքելյանը։ Կհանդիպենք։